Տիկին Սարգսյան, համակ ուշադրությամբ լսում էի ու մտքիս տարիներ առաջ ազգային ժողովի մի քննարկում էր։ Կառավարությունը ուրիշ կառավարություն էր, հերթական սիրուն թվերն էր, ներկայացնում էր գունավոր եւ մինչեւ ամբիոնին մոտեցավ հանգուցյալ Վահան Հովհաննիսյանը ու ասեց մի արտահայտություն, որը մինչեւ հիմա շատերն օգտագործում են։ Չէ, պատերազմ ծեծելը չէր։ Եթե ամեն ինչ այսքան լավ է, բա ինչի է այսքան վատ։ Ամբողջ ձեր ելույթի ժամանակ անկեղծ պետք է ասեմ, էլի։ Ամբողջ ձեր ելույթի ժամանակ մտքիս երեկվա Ազատություն ռադիոկայանի ռեպորտաժն էր։ Արցախցի կնոջ, որին իբր 1 տարի փնտրելուց հետո Facebook-յան մի կոմենտի համար ոստիկանները ներխուժել են տուն, մանկասակ երեխայի հետ բերման են ենթարկել Դիլիջանի ոստիկանություն կամ քննչական, որը կարող էին անել շատ ավելի այլ պայմաններով։ Ամբողջ ձեր ելույթի ժամանակ դա է։ Տիկին Սարգսյան, մենք անցնող տարի կառավարության հաշվետվությունը լսելուց, ձեր էլի այդ գեղեցիկ ծրագրերը լսելուց, ձեզ ուղեկցում էր կարծեմ ներկա էր կամ այդ ժամանակ պաշտոնավարում էր մի ոստիկանապետ։ Անցնող տարի բյուջեի նախագիծը քննարկելուց ներկայացնում էր մեկ այլ ոստիկանապետ։ Հիմա եկել եք 1 տարի հետո կատարողականի ներկայացնում է մեկ այլ ոստիկանապետ։ Եկին 1 տարվա մեջ 3 ոստիկանապետի փոփոխություն ենք տեսել։ Եթե ամեն ինչ այսքան լավ է, բա ինչի է այսքան վատ։ Եթե հանցավորության ցուցանիշների անկում է, ճանապարհատրանսպորտային պատահարների անկում է, ամեն այդ թվերով գեղեցիկ ներկայացնում եք, ապա ինչու առանց որևէ հանգամանալից բացատրության քրեական ոստիկանության պետ, համայնքային ոստիկանության պետ, ոստիկանապետ, բոլորը մի օրվա մեջ պաշտոնազրկվեցին։ Հա, բարեկային ծառայության պետ։ Մի օրվա մեջ պաշտոնազրկվեցին։ Թե քարոզչական, նախընտրական տրամաբանություն է։ Խնդրում եմ ձեզ, Տիկին Սարգսյան, դուք մի մտեք այդ նախընտրական տրամաբանության մեջ, մեղադրելով այ քաղաքական ուժերը մանիպուլացնում են։ Քաղաքական ուժերը չեն մանիպուլացնում։ Մարդիկ են հարց տալիս։ Մարդիկ են հարց տալիս, որ ամեն աստծու օր հերթական դանակահարությունը, հերթական կրակոցը, այդ թվերը եւ հանրային ընկալումը լրիվ սարեր ձորերի տարբերությունն է։ Միգուցե տոկոսներով, չգիտեմ, 4.5 քանի տոկոսի նվազում է, բայց այդ ակնառու է դա։ Մարդիկ չեն կարող դա ուշադրություն չդարձնել։ Այո, թմրամիջոցների դեմ պայքարում եք, այո, շատ հաճախ ձեզ հարվածում են, քննադատում են ինչ-որ հասարակական սեկտորից, մտել եք այս փաբ, այս գիշերային ակումբը, բռնություն եք իբր գործադրել, այո, պետք է պայքարել, բայց մարդիկ տեսնում են, համատարած է թմրանյութը, համատարած, դպրոցի բակից սկսած ամեն տեղ։ Շատ լավ։ Չէ, շարունակեմ։ Քաղաքականացվածության մասին եք ասում։ Տիկին Սարգսյան, անցնող 3 ամիսներին իրար հաջորդ հարցումներով ես ցանկացել եմ ներքին գործերի նախարարությունից հասկանալ։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում հոգևորականները այդ տարածքում, որ ազատ շրջում են, հոգևորականների ուղեկցելու համար ինչ կարգավորումների, ում հրամանի հիման վրա շուրջ 300 ոստիկան ուղեկցում է 10 եպիսկոպոսի, չեմ ասում է հասարակական կարգը, այո, այդ օրը ոստիկանները փայլուն աշխատեցին, հունվարի 18-ն էր, որպեսի բախումներ չլինեն եւ այլն, բայց դրանի զատ 300 ոստիկան Բարձրաստիճան ոստիկան, ինչի էին 10 եպիսկոպոսի ուղեկցում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում, ինչ կարգավորումներ, չասեք քրեական գործ կար, այդ դեպքով քրեական գործ չկար, որ դուք էլ ապահովեիք։ Եվ իրականում Մանուկյան, մեր գործընկերը ճիշտ հիշեց, մենք ըստ կանոնակարգ օրենքի ունենք հարցերի որոշակի ժամանակահատված, 3 րոպե, եկեք շարժվենք։ Վերջացրեցի, ուղեկցողներից եք ասում, Տիկին Սարգսյան։ Ես մի բանից ես վերջացնում եմ, դատական բաներին ուղեկցելուց եք ասում, երբեմն քաղաքական միջոցառումների այնքան է կենտրոնանում ոստիկանների, որ նույն Վաքշետ Սրբազանի 18 արդարների դատին դեպք եղավ, որ 3 տնային կալանքով մարդու ոստիկան չէր եղել, որ բերեին դատարան։ Շատ լավ։ Պարոն Մանուկյան, այդ 300 հոգին, որ ասում եք դա
ֆիքսված թիվ։ Ֆիքսված է վիդեոյը, բանով, գիտեք քանի հատ հարցում են ուղղակի։ Անուններով, բանով։ Շատ լավ։ Տիկին նախարար, պատասխանում ենք հարցերին։ Ցուցակը 300։ Չէ, բնականաբար Ես հեսա բոլոր հարցերին։ բոլոր հարցերին պատասխանում ենք եւ վերջին հարցի իրավունքը սպառնում ինձ։ Քանի որ ուրիշ հերթագրվածներ չկան։ Խնդրեմ տիկին նախարար։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, երբ որ մենք արձանագրում ենք հանցավորության թվի նվազում 3.2%-ով։ Այս եկեք ինչ։ Դա նշանակում է, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են։ Դա նշանակում է, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են։ Դա նշանակում է, որ գողությունները նվազել են, բնակարանային գողությունները նվազել են, կողոպուտը նվազել է եւ այսպես շարունակ։ Հիմա ես հասկանում եմ, որ միգուցե, եթե որևէ ինչ-որ մի կոնկրետ դեպք ենք քննարկում, տրամաբանական է, դա մեր ընկալումն է, որովհետև մենք շատ հաճախ որպես քաղաքացի նեղ պրիզմայով ենք նայում, որ եթե պայմանական մեր բակում մի քանի տնից կամ չգիտեմ, մի մեքենայից տրանսպորտային միջոցի գողություն է տեղի ունենում, մեր ընկալումն այն է, որ հանրապետությունում ամեն օր եւ բոլոր վայրերում նմանատիպ իրավիճակ կա։ Բայց իմ խնդիրը որպես նախարար քաղաքական տարբեր էմոցիաները, մարդկային տարբեր էմոցիաները, այո, բոլորը պիտի նկատի ունենան, բայց պիտի զտենք, որ կարողանանք հասկանալ իրական պատկերն ինչպիսին է եւ ինչպես են կարողանում ճիշտ կառավարել օպերատիվ իրավիճակը Հայաստանում։ Հիմա ինչն է վատ, պարոն Մանուկյան, որ մենք 3.2%-ով նվազում ունենք հանցավորության մեջ, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են, այսինքն լավ կլիներ, եթե մենք ունենայինք մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճ, ունենայինք սեփականության դեմ ուղղված հանցագործությունների աճ, կամ ունենայինք ավելի քիչ թվով շրջանառությունից դուրս բերված զենք զինամթերք, կամ իրավապահ համակարգը չլծվեր դարի մարտահրավեր հանդիսացող թմրամիջոցի ապոնի շրջանառության բացահայտման դեպքերին եւ 80%-ով ավելի շատ թմրամիջոց դուրս չբերել ապոնի շրջանառությունից։ Ես իրատեսական եմ նայում իրադարձություններին եւ ինձ համար շատ լավ է, որ մենք ունենք 3.2%-ով նվազում, ընդ որում իմ ցանկացած խոսքի ավարտին դուք տեսաք նաեւ ես որ նշում եմ խնդիրների մասին։ Ես երբեք չեմ նայում էմոցիոնալ տեսանկյունից, այն դրական արդյունքները, որոնք որ կան նախարարության տեսանկյունից, ես դրան գնահատում եմ ողջամտորեն անհրաժեշտ փոփոխություններ, որովհետեւ այս կառավարությունը մի քանի տարի շարունակ ջանք է դրել ոստիկանության ոլորտի բարեփոխումների վրա եւ մենք հիմա պիտի այո հաճելիորեն եւ անկեղծորեն նաեւ քաղենք եւ բարձրաձայնենք այն բոլոր դրական արդյունքները, որոնք որ մենք ունենք, սրա կողքին ես միշտ մեր հանրության հետ եւ նաեւ ազգային ժողովում անկեղծ եմ եղել եւ արձանագրել եմ նաեւ խնդիրները։ Եվ ոստիկանության բաժին բերման ենթարկելու հետ կապված տարբեր իրադարձություններով ես երբեք չեմ ասել, որ մենք իսպառ վերացրել ենք ոստիկանական համակարգի բոլոր խնդիրները ուժային միջոցների գործադրման մասով։ Բայց ես ասել եմ, որ ունեմ հանձնառություն ի վերջո այս հանրապետությունում ունենալ ուժային միջոցների գործադրման ստանդարտ եւ այնքան կրթել համակարգի ոստիկաններին, որ դա դառնա մարմնի հիշողության մաս։ Եվ մենք չունենանք եվրոպական դատարան գնացող այնպիսի վճիռներ, որոնք Հայաստանի Հանրապետության համար մինչև նույնիսկ այսօր հետևանքներ են առաջացնում։ Շարունակելով ոստիկանական համակարգի հետ կապված մնացյալ հարցադրումների արձագանքները, տեսեք, դուք նշում եք, որ թմրամիջոցները համատարած են, անշափահասների մոտ համատարած թմրամիջոցների շրջանառություն կա, դպրոցներ եւ այլն եւ այլն։ Ես շատ մտահոգությամբ եմ վերաբերում եւ հոգատարությամբ եմ վերաբերում այս բոլոր մտահոգություններին, որոնք որ արձանագրվում են։ Եվ ինչ եմ արել ես անցած տարվա կտրվածքով։ Ցանկացած գրառում, հանրային տիրույթում կամ ցանկացած միտք ենթարկվել է ստուգման։ Ոստիկանական աշխատակիցները, ոստիկանության ծառայողները այցելել են բնակության վայրեր եւ հարցրել են, թե տրվյալ գրառման ներքո կա որևէ դեպք, որը կարող է կոնկրետ տրամադրվել ոստիկանությանը, որպեսզի մենք պատշաճ իրավական պետությանը բնորոշ ընթացակարգերով ընթացքավորենք եւ հասկանանք, թե որ դպրոցում է թմրամիջոցի ապոնի շրջանառությունը։ Պարոն Մանուկյան, մինչ այս պահը ես ունեցել եմ 0 հաղորդում եւ 0 նույնիսկ օպերատիվ ճանապարհով տվյալի փոխանցում, եթե նույնիսկ մենք այն տրամաբանության մեջ ենք, որ ցանկալի չի հաղորդում ներկայացնել ոստիկանությանը, տվյալը տանք, դուք գնացեք ինչ ուզում եք արեք այդ տվյալի հետ։ 0 տվյալ համացանցում տեղ գտած գրառումներով, 0 տվյալ։ Հիմա ես կարող եմ, ես շարունակեմ պարոն Քոչարյան, որտեղ հարցերը շատ են։ Հիմա ես կարող եմ ասել եւ օբյեկտիվորեն նշել, որ այն աղմուկը հանցավորության մասով, որը որ կա, դա մեդիա տիրույթի աղմուկ է, չթիրախավորելով որևէ մեկին։ Էլի մեդիաներ։ Ես կարող եմ ասել,
որ եթե կա գրառում, որի հետ կապված, որ որևէ հաղորդում չի ներկայացվում ոստիկանությանը, ինչ Ապոնի շրջանառության մասին ենք խոսում անչափահասների շրջանում, կարող եք ինձ ասել, ինչու եք պիտակավորում մի ամբողջ սերնդի, երբ որ չկա հավաստի տվյալ, ինչու։ Մենք այդքան հոգատար ենք մեր անչափահասների նկատմամբ, որ ուզում ենք նրանց վերագրել մի բան, որն իրականությանը չի համապատասխանում։ Այո, կան բացառիկ դեպքեր եւ ես չեմ խորշում բարձրաձայնելու այդ բացառիկ դեպքերի մասին, նկատի ունեմ անչափահասների շրջանում կամ անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունները, եւ սա է պատճառը, որ ես խստացրել եմ նախարարության քաղաքականությունը եւ ոչ թե փորձում են ծածկադմփոց անել, խղճալ ինչ-որ մեկին, մտածել ինչ-որ մեկի հեղինակության մասին, այլ մենք մտածում ենք մեր պետության, մեր երեխաների հեղինակության մասին, եւ ես արդեն 9 միջնորդություն եմ ուղարկել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարին այն հիմքով, որ դպրոցը տեղյակ է եղել իրադարձությանը եւ պատեհ պահին չի ինֆորմացիան տրամադրել ոստիկանությանը, որպեսզի իրավապահը կարողանա իր աշխատանքը կառուցել ըստ այդմ։ Վստահ եմ, որ Տիկին Անդրեասյանը կիսում է այս մոտեցումը եւ մենք հետեւողականորեն բոլոր դեպքերին արձագանք տալու ենք։ Բայց սրա կողքին ընդհանուր ձևակերպումներով ասել, այ անչափահասների շրջանում թմրամիջոցները վխտում են, ում օգտին ենք ինչ-որ մի արձանագրում անում։ Մեր անչափահասների։ Եթե չկա նման բան, ում օգտին ենք մենք այդ արձանագրումը անում։ Ինչու ենք մենք ուզում ստանձնել անչափահասների պիտակավորման process, ինչու։ Ես դա որպես ներքին գործերի նախարար փաստերով, ոչ թե էմոցիոնալ կամ ինչ-որ գրառումներով, փաստերով թույլ չեմ տալու։ Այո, կան խնդիրներ, այո, կան անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունների մասով որոշակի դրվագներով աճ։ Այո, կա անչափահասների կողմից կատարվող հանցագործություններով որոշակի աճ, բայց իմ խնդիրն է որպես նախարար առաջին հերթին թույլ չտալ, որ իրականություն ներկայացվի մեր անչափահասների մասով այն ինչ որ իրականությանը չի համապատասխանում, եւ երկրորդը հասկանալու, գնալու խորքը եւ տեսնելու թե մենք ինչպես ենք լուծում այս խնդիրը։ Գոտում գտնվող 310 անչափահաս եւ ուղղորդվել համապատասխան մարմիններ։